Բարև ձեզ, այսօր մենք գտնում ենք ջերմոցում եւ ուզում ենք ներկայացնել մեր տնտեսական 5 քայլերից 4-րդը։ Մթերման կայաններ Հայաստանով մեկ, որը կօգնի հայկական գյուղմթերքը եւ հայ գյուղացուն իր ապրանքը, իր աճեցրած ապրանքը հեշտ վաճառել իր տնից հեռու չգնալով, որովհետեւ մեր երկրի հիմնական խնդիրներից մեկը, որ մեր գյուղացիները ունենում են խնդիր սեզոնի կես իրենց ապրանքը վաճառելու հետ եւ երկիրը չի կարողացել այսքան ժամանակ լուծել խնդիրը գյուղացիների ապրանքի վաճառքի։ Օրինակ բերեմ, մեծ պահանջարկ կա հարևան երկրներում հայկական գյուղմթերքի, սակայն Հայաստանի գյուղացին ապրանք արտադրելով չի կարողանում արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Այդ մթերման կայանը կլինի այդ միջնորդը, որը կգնի, կպահեստավորի մթերքը եւ հետագայում կվերավաճառի կամ կարտահանի դուրս կամ կվաճառի հայկական շուկայում։ Սա ինչպես վերաբերվում է բանջարեղենին, վերաբերվում է նաեւ մրգերին, վերաբերվում է նաեւ մսամթերքին։ Մենք գիտենք, որ հայկական գյուղմթերքը, մսամթերքը Հայաստանը մսամթերք ներմուծող երկիր է, չնայած որ մեր գյուղերը պատրաստ են իրենք արտադրել այդ կարևոր կուլտուրան, բայց խնդիր ունենք մենք, մեր երկրում չկա ինստիտուտ վաճառքի, այսինքն մարդիկ եթե ունեն օրինակ ֆերմա, հնարավորություն չեն ունենում վաճառք իրականացնել Հայաստան կամ Հայաստանից դուրս, որովհետև չկա լավ միջնորդ։ Լավ միջնորդը կլինի մթերման կայանը, որը շատ կարևոր օղակ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար։ Կուզենայի հիշեցնել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը այս պահին վերջի 8 տարիների ընթացքում անկում է ապրել։ 10%-ով մեր գյուղատնտեսությունը անկում է ապրել։ Մենք 2018 թվականի մակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք։ Եվ գյուղատնտեսական այս տարվա բյուջեով պլանավորված ծախսերը գյուղատնտեսության ուղղությամբ նույնպես կրճատվել են։ Խնդրում եմ, եթե կան հարցեր տնտեսական ծրագրերի հետ կապված, կան հարցեր գյուղերում գյուղացիների վիճակի, տնտեսական վիճակի հետ կապված, տվեք, սիրով կպատասխանենք։ Շատ կարևոր է, որ հարցերը լինեն մարդկանց կյանքին վերաբերվող, մեր գյուղերի կյանքին վերաբերվող։ Շնորհակալ եմ։